Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ բյուրն է Խաչիկ Մանուկյանը։ Բարև ձեզ, Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Եվ այսպես, երեք ականատես եղանք, թե ինչ էր տեղի ունենում Աչափնյակում։ Համացանցում տարածվեց, տեսանյութեր հայտնվել, որում երևում էր ինչպես են Աչափնյակում կրակում միմյանց վրա։ Հետո հայտնի դարձավ ով է կրակոցների հետևանքով սպանվածը եւ այսպես հետո զավեշտալի նկար հայտնվեց այդտեղ, երևի սա էլ արժեր որ ցուցադրել, երեք են փոխոստիկանապետների, սրանք իրականում ես երեք գրել էի սրա մասին, որ սրանք հայտնի են եռաբլուրում ворթեգուրուսների մայր ծեծելով, հոգեվորականներին կտանքների ենթարկելով, հայկական գյուղերը հանձնելու, Նիկոլի համար եկեղեցին զավթելու փորձեր անող այսեն փոխոստիկանապետներն են եւ հիմա եկել են սենց անճար վիզները ծռած կանգնել են իրենց ինչ ասեմ անգործության, բարադիության աշխատանքի հետևանքը վայելելու այն է օրը ցերեկով կրակահերթեր, սպանություններ, վիրավորներ եւ այլն հանցագործները վխտում են փողոցում, վխտում են Երևանի փողոցում, Հայաստանով մեկ հանցագործները ազատության մեջ են։ Դե գիտեք ինչ, եթե գլխավոր հանցագործները իշխանության են, ուրիշ բան չես էլ կարող ակնկալել։ Երկիր հանձնած, երկիր տապալած մարդիկ, Արցախ կործանած մարդիկ, եթե շարունակում են, Հայաստանի տարածքները հանձնած մարդիկ, հիմա էլ Սյունիքը ծախող, Միջանցքը ծախող մարդիկ, թշնամու այդ բանը նվաստացված կարգավիճակում գտնվող մարդիկ եթե իշխանության են իհարկե ասենք հիմա այդ հանցագործները դասեն ասենք մենք ինչ պակաս հանցագործենք որ մի հատ էլ ազատության մեջ լինենք իսկ այս վիճակն է ու դրա փոխարեն սրբազանները շարունակվում են բանտված մնաց այն մարդիկ Աշոտ Երկաթը Վահագն Չախալյանը գիտեք ովքեր սրբազանները ովքեր ասեն մենք հայրենիք ունենք Հայաստանը մեր հայրենիքն է։ Հայրենիք ունենք, ազգ ունենք, ընտանիք ունենք, ծնողներ ունենք, որտեղ այս վիժուակները սկի ծնողները։ Ոչ մի զարմանալի բան չկա, էլի։ Հիմա Էրդողանի յետիմներն ու Սորոսի ճատարեղի պիտի հանդուրժեն հայերին, Հայաստան լինելը ինչի պիտի հանդուրժեն կամ հիմա որ այդ հանցագործությունից ասում եք դուք ինքներդ էլ պատասխանը տվեցիք որ եթե մի երկրում հանցագործները իշխանության են հələ նայեք հազարավորների արյունը խմած վամպիրները այսօր իսկապես այդ երկրում ինչ հանցանքեր կատարեն չնչին հանցանքա լինելու այս ինչ հանցանքա որ իրար գյուլել են մի քանի հոգի հազարավորների արյունը խմել եւ դեռ շարունակում է խմել ստով կեղծիկով տանում է իր ծրագրերը առաջ, որով եւ սրանք հիմա ասենք այս Էրդողանի յետիմներն ու Սորոսի ճատերը, որ ուզում են վերարտադրվեն, ինչի համար, իհարկե իրենց մորթը փրկելու համար, իրենց կապիտալը փրկելու համար, որովհետեւ սրանք որեկան այդ բաներում սրճարաններում կոֆեի, չգիտեմ ինչերը ասում է պարտքով էին վերցնում, չգիտեմ գարեջուրն կոֆե, սուրճը, հիմա արդեն լուրջ կապիտալի տեր են եւ արդեն կարողացան խափելով, հիմարացնելով հանրությանը եւ իմիջիայլոց արդեն ես ասեմ այն հատվածը, որը կանգնում է ԿՊ-ի կողքին, պաշտպանում է այս հանցագործ իշխանություններին, ինձ համար արդեն ոչ մոլորիալներ են, ոչ զոմբիներ են, սրանք բարձ թշնամիներ են։ Սրանք հայկական արժեհամակարգից դուրս ուրեմն գոյանքներ են, որոնք որևէ կերպ չես կարող արտարացում տալ, եւ ես հասկանում եմ, որ այո, նրանք մղվում են, որովհետեւ իրենց մեջ բացակայում է այո հայի արյունը եւ բացակայում է այն մեծ շարավիղի ներկայությունը, որին որ իրենք կոչված են լինել, այսինքն հայի շարավիղից դուրս են եւ բնականաբար էլ չեն ընդունում են Նիկոլներին, որոնք եկել են ոչնչացնելու երկիրը եւ հիմա էլ ծրագիրը կիսած չեն տո իմիջիայլոց հիմա ես լսում եմ աջուձախ այդ ամբարտավանությունը որ ասում են բայց մեզ ինչպես պիտի դատեն մենք պիտի վերացնենք պետությունը մարդիկ պարզ ասում են արդեն արա մենք ոչ չենք եկել ձեզ պետություն մենք եկել ենք վերացնենք որ մերս թալանը վայելենք եւ բանը հասել է նրան որ սրանք փորձում էին մի անգամ 1 միլիոն պարգևավճարվենք մի անգամ 2 միլիոն հիմա իրենք կարում են ուրեմն 8 միլիոնով պարգևավճարվել եւ մարսելի է դառնում իրենք հասկացել են որ իրենք անպատժելի են այս բայց հիմա ուժեր են գալիս որոնք իսկապես էլ լուրջ մտահոգության տեղիք են տալիս իմ երկրի թշնամիների համար բոլոր նրանք ովքեր դուրս են հայ լինելուց բոլոր նրանք ովքեր կարողանում են հոգեվորականների վրա հարձակվել բոլոր են դատ ու դատաստան այո դրանք են բաներն է որոնք չի մարսվելու դրա համար կանգնելու են եւ բոլոր են ոստիկանները որոնք կատարել
կատարել են այդ հրամանները, դրանք որպես ուրեմն հակաժողովրդական արարքներ են, հակապետական արարքներ են եւ դրա համար նույնպես պատասխան լինելու է եւ այն ինչ սրանք կատարել են, ես համարում եմ, որ իսկապես էլ դեմ է մեր պետությանը, մեր ժողովրդին, արդյունքներով նայենք, ոչ թե այդպես մերկապարանոց խոսքերով, օտարված տարածքներ, ուրեմն բանակ հոշոտված բանակ, քաջերի կորուստներ եւ երապատկված երաբլուր։ Սա ինչի մասին է խոսում, որ մենք ունենք ոչ adekvat իշխանություն ժամանակին, ես հələ ասենք դուրս գանք մեր երկրի տարածքներից ընդհանուր այդ միջազգային հարթակներում, սրանց արածը ինչ է եղել, այդ որ թռնում գալիս էին, այդքան ծախսեր են ցույց տալիս, ինչ է եղել, ինչ մի խնդիր են լուծել, մենակ խոնարհվել են, գալիս այստեղ խափում են, չէ՞ դա ճանապարհ է, այնտեղից Ալիևը հրառում է վրան արայ, հարբեցող ծաղրացու ինչ ճանապարհ դա իմ միջանցքն է, դու ով ես, որ քո ռոժը այնտեղ տենամ կամ քո ազգի դեմքը, եւ սրա դեմքով ծաղրվում է ամբողջ Հայաստանը։ Վերջի հարցազրույցը նորից տեսա համացանցում տարածվում են ուրեմն կտորներ, որտեղ այդ ինչա Բաքվի ոժդը կարողանում է նորից ծաղրել հայերին, հայկականությունը, Բայդենին ասում է բերեք թող խաղաղության խաչմերուկ ասի, Թրամփը լրիվ ուրիշ բան է ասում։ Այսինքն այդ ծաղրանքների մեջ շարունակում ենք ապրել, լինել եւ հիմա ասում ենք սպանություն, հəbə ինչ պետք է լինի։ Այսինքն այս երկիրը դուք լուրջ երկրի տես, սրանք միտված են վերացնելու, որպեսզի իրենք մնան անպատիժ, բայց ասեմ ձեզ անգամ եթե պետության դեպքում սրանք արդարադատության առաջ կկանգնեն, պետությունը վերացնելու դեպքում սրանք Աստծո պատժին կարժանանան, որը կարծում եմ մի այլ կարգի դաժան կլինի կամ համահունչ սրանց արածին։ Մի քանի կարևոր բան, հա, դուք տեսաք ազգային ժողովում քննարկվում էր Մովսես Հակոբյանի հարցը, խնդրեմ ձեր տպավորությունը Հակոբ Մովսեսի ասում եմ, Հակոբ Մովսեսի հարցը խնդրեմ։ Դες որ ասացիք հիշեցի բանը այս Գյադու թեմայով բանը Վարամ Սահակյանը հետարքիր գրառում ուներ, ասում է շատ բարդ իրավիճակի առաջ է մեզ կանգնեցրել, մարդ չգիտի Հակոբի մորը ասի թե Մովսեսի։ Հիմի այս պարագայով մենք հիմի շարունակում ենք եւ գիտեք ամենատխուրը սա գիտեք ով է։ Սա ուրեմն այն գոյանքն է դրամաշորտ եւ իմիջիալոց ասեմ ձեզ, եթե դուք նկատեցիք սրան պաշտպան կանգնեց մենակ այս դրամաշորտը, որին ես նախկինում գիտեի Տիգրան Հերոստապետկոմի նախագահ այս Նիկոլիկի օրոք իմիջիալոց հայ ժողովուրդ, ես որ ասում է նախկինների դեմ պայքարում եմ, տեսեք ոնց է պայքարում, վերելա դրելա միլիոններ է տալիս, արա թե չէ տանում զնդան էին նստացնում նախկինները, մարդը տարել է, նստացրել է, ասել է ինչ լավ է որ դու դրամաշորտ ես, դու մեզանից մեկն ես, արի նստի, այո, հանցագործ ես, պետության դեմ ես արի նստի, քեզ միլիոններ կտամ, քեզ այս ոչ թե դա դուք հասկանում եմ, չէ, ես իրականությունն եմ ասում, բայց սա այնքան տրագիկոմեդիկ վիճակ է, որ ուղղակի չես կարող ներկայացնել։ Ո՞վ է համաներում իմիջիալոց։ Սերժ Սարգսյանը չէ կարծեմ։ Դե հիմա տեսեք, այս դրամաշորտը չէի այսպես ասի, բայց ասեմ ձեզ, համեմատեց այն ընթացքի հետ, երբ Հրանտ Մաթևոսյանին էին ուրեմն փորձում հալածել, իսկ ես ասում եմ փորձում, որտեղ Հրանտ Մաթևոսյանը անմահականներից է հալածել չի լինի։ Այս գոյանք գետնակարճների հետ չես համեմատի, եւ ուրեմն Հրանտ Մաթևոսյանին համեմատում այն դեպքում, որ ես երբ դահլիճում ելույթ էի ունենում Հրանտ Մաթևոսյանի հետ կապված գրողները կհիշեն այդ համագումարը, որտեղ ես շատ խիստ գնահատականներ տվեցի եւ գուցե մի քիչ ավելին ասացի, քան պետք էր, բայց հանուն Հրանտ Մաթևոսյան երևույթի այո կասայի։ Այս գոյանքը չկար եւ այս գոյանքը չէր եկել մի բանով սատար լինել, չգիտեմ, այդ ժամանակ արդեն դրամաշորտություն արել նստելով չէ կարծեմ։ Դեռ զնդաններում չէր հայտնվել սա։ Եվ հələ Նիկոլը սրան չկար Նիկոլը, որ բերեր դներ այդ ինչ է իշխանական աթոռներին եւ սրանք միմյանց այսպես սպասերով գնում են, բայց ինչ տիպիկ է, չէ՞ որ պիտի դրամաշորտը լապի դեմ կապած Հակոբ Մովսեսին պաշտպանի, որտեղ Հակոբ Մովսեսին ինչ հայրենիք, ինչ զգացողություն Այն մրտ փողը դուրս գա, սրանք էտ են, այս գոյանքներն են։ Եվ ես ինձ ասացին, որ մեր հարգելի Աղվան Վարդանյանը գնացել, ուրեմն փորձել է փարատի, Աղվան ջան ամեն փալասի մի կպի, դրանցից հոտ կգա, հոտ կկրտնի կես։ Եվ ես այդ ասում եմ լրիվ ճիշտ, որտեղ իրանց կենսագրությունը փալասային կենսա։ Նա հրանտ այդ բանը, այս ինչ է, այս գոյանքը
Ըստ որ իրան ուզում է դեմքով Նիչեին նմանվի, որտեղ իրենից բան չի ներկայացնում, ասում է գոնե ֆիզիկական վիճակներով, իսկ այդ թարգմանությունները, որ արել էր մասնագետները, ասացին, որ ողորմելի թարգմանություն է, լեզվին չտիրապետողի թարգմանություն է, ես դա հիշում եմ, երբ Ռիլկե առաջի անգամ կարդացի, ես գոյանքն էր փորձել թարգմանել, եւ տեսա, որ միջակ մի բան է, հետո հարցրեցի գերմաներեն իմացող իմ ընկերոջը, ասաց չէ, Ռիլկեն մեծ գրող է, բասի ես կամ պուճուրացրել, դե ասես մոտեցրել է իրեն։ Դե հա, այդպես է, ցանկացած մեծին, եթե նման պուճուր գոյանքը մոտենեք, իրեն, բայց Վագն Դավթյանին սա չկարողացավ մարսել։ Դավթյանը ընդամենը իր հանդեսում չէր տպագրել, որովհետև որևէ տակ բան չէր գտել, իսկ այդ հանդեսը դուրս էր գնում, սա միջև հիմա փորձում է գնում փալասվում է Վահագն Դավթյանի ոտքերի տակ։ Հետո Համոսայանը ասեց. «Այ Վահագն, թնդանոթով կրակել ես ճանճի վրա»։ Ճանճը ես Հակոբիկն է։ Հիմա Համոսայանն էլ սրա աչքի գրողը դարձավ, դե բոլորը, իրեն որևէ մեկը չի նկատել, ոչ մի լուրջ գրող, սրան չի, որտեղ սա բան չի գրել։ Սա գրում էր Ֆլորային, հիշում եմ, լաց է բլնում։ Էդ էլ չի կարեցել, մի հատ Ֆլորային գրգեիր արա, լաց չլնեիր։ Էդ էլ չկա, կարա այ ողորմելիներ, բա դուք դա եք, բա դու կարաս կին գրգե, դու գնա լապի առաջ կապվի, այդպես քպը գովաբան արա, Նիկոլին Սապոնվի, հետո վաղը որի դաշնակները գան իշխանության, կասես ես այն ժամանակ գիտեք, չէ՞ ծպտված դաշնակ էի, բայց խաղեր էի տալիս եմ, դու դա ես, գոյանք, քեզանից ոչինչ չներկայացնող, քո քակլանագրությունը, որը երբ հրապարակ թերթում ես տպվում էի, Հարգարժան Արմին Օհանյանը խնդրեց այդ բառը փոխեմ, գրեցի վեհերոտ գրին, բայց դա դրանից բան չփոխվեց, մեկա դրան էլի քակլանագրությունը։ Շատ լավ, հայտարարեցին Աննան ու Նիկոլը, որ ամուսնանում են։ Դե լավ է, լավ է։ Հիմա ճշտեն Ալիևն ու բանն են խավոր։ Դե Աննան ոնց որոշի նացել Մերիվան են խավոր։ Դուք հիմա որ ասում եք Նիկոլը տարարողությունը։ Եթե իրանք կաթողիկոսին սրբազաններին մերժում են, մնում է Կճոյանը կամ այն ինչ էր Փաշազադեն։ Ով կանի ձեր կարծիքով։ Դե հիմա ինչ ասեմ, բանը ես չկարծում եմ իրանց հոգեարազատը իհարկե Փաշազադեն է, որտեղ իրենք Փաշազադեի խոսքով են առաջնորդվում։ Կճոյանը բանով է հայտնվել այնտեղ, ոնց որ էլ այնտեղ սրբազաններ կա, ես ասեմ գգավորը որոշ բաներ կբացահայտվեն, ես նաև այստեղից չեմ անուններ տվել, բայց նաև ուզում եմ այո Վազգեն Միրզախանյանի անունը տալ, եպիսկոպոսի, ով դրական բաներ էլ է շատ արել։ Ես ուզում եմ դիմելով իրեն արդեն որպես ընկերոջ կարգավիճակով մենք երկար տարիների բարեկամություն ենք ունեցել, որ այդ մոլորությունից դուրս գա, ես չգիտեմ ինչ ա եղել, բայց ես վստահում եմ, որ կգտնի այդ ճանապարհը դեպի եկեղեցի տանող, դեպի վեհապար տանող, դեպի մեր ինքնությունը տանող եւ այս խափեբաների, այս ստակոլոլ գոյանքների թիրախից դուրս կգա, ցանցից դուրս կգա եւ այս մոլորություններից դուրս գալով մարդ ենք, բոլորս էլ սխալական ենք, բայց ես կարծում եմ, այո, մենք կարողանանք ինքնամաքրվել, մանավանդ մեր եկեղեցին քրիստոնյայի, ուրեմն քրիստոնյայի վարկը ներման հնարավորություն տալիս է եւ կարծում եմ պիտի մենք այդ ամենից օգտվենք, չկորցնենք բոլորին, ինչ որ ունենք։ Իսկ ինչ վերաբերում է որ ամուսնանում են, դե Անան ուզեցել է որ ամուսնանան, հիմա թույլ է տվել, որ սա պաշտոնապես իրեն ամուսին ճանաչվի, դե եթե թույլ է տվել, ուրեմն սա էլ ուրախությամբ կգնա, կճանաչվի որպես Անայի ամուսին։ Շատ լավ, իրենց ամենահաղթական բանը ասֆալտը պայթեց իրենց ընտրողների գլխին, իրենց գլխին էլ հետը։ Սա մի ուրիշ աներևակայելի բան էր, գոնե ես այսինքն իրենց խայտարակ թալանը, սա իրենց այցեքարտն էր դարձել եւ ես մտածում էի, որ իրենք ամեն ինչ կանեն, որ այդ այցեքարտը չկորչի, բայց ոչ թե չկորցավ, խայտարակություն տեղի ունեցավ, չկորչեց, այ խայտարակության վերածվեց, այսինքն այդ կլոր խոռոչները, որ մենք տեսնում ենք փողոց, նման բան չի եղել։ Եվ հիմա մեքենաները, որ շարունակաբար կոտրվում են, ջարդոտվում են, բոլոր վարորդները կայանում այդ հայհոյանքների զուգահեռ, հայհոյանքները իհարկե ԿՊ-ին են հղված եւ տեղ չես կարող որևէ բան ասել, պաշտպանել կամ չգիտեմ ինչ, ես նկատի ունեմ, որ հայհոյախոսությունը ինչքան էլ ընդունված չի, բայց ես բազմաթիվ վարորդների եմ տեսնում, որոնք ուղղակի նոր նաև այդ մշակույթ են ձևավորում, օրինակ Վանո Եղազարյանը գիտականորեն հայհոյախոսության մասին նաև ուսումնասիրություններ էր արել։ Կարծում եմ նաև կարա անդրադառնա այս նոր որակի հայհոյախոսություններին, որովհետև այո, ԿՊ-ի վարկը բերեց հայհոյանքների նոր մոդել եւ դրանք բոլորը աշխատում են։ Իմիջիայլոց սրանց մոտ մի քիչ այդ նախ հիշում եք, սա ասում էր, ես ստեղ Նիկոլը ստեղել է ասնիվ։ Երևանի քաղաքապետի ավագանու ընտրություններին կանգնած ասեց դուք պիտի բորդուր լիզեք եւ ասֆալտ ուտեք, դա ասում էր ԿՊ-ին։
Սա մարդիկ մտածեցին, թե ասում է հայ ժողովրդին, բայց ինքը հայ ժողովրդին չէր ասում, ինքը ԿՊԻ-ն էր ասում։ Եվ ԿՊԻ-ն մեծ ախորժակով այդ ասֆալտը կերել է, ինչպես տեսնում եք, այդ բիտումը չկա, ջութ կոչվածը չկա, եւ բորդուրների լպստել էլա չեմ տեսել, բայց դա էլ է հրահանգել, կարծում եմ դա էլ հետո կտեսնենք։ Դե ինչ ասես, էսա, բայց ես դες մի բան ասեմ, գիտեք, այդ սովածության առումով, այ հիմա չգիտեմ ինչի մտքիս եկավ, մի անվանի բռնցքամարտիկ կար Ռուսաստանում, սա իր շանը այնպես էր վարժեցրել, որ որևէ մեկի ձեռքից որևէ ուտելիք չվերցնի։ Բռնցքամարտիկ ով միջազգային կլասի բարձր ուղղակի անունը չտամ, չգիտեմ։ Կամ հիմա գալիս է ընկերների հետ, որոնց թվում նաև հայ է մեկը լինում, որը եւ պատմեց ասում է զարմանալի մի բան, ասաց հələ փորձեք կերտակ, 3 օր չէր կերակրել շանը։ Եվ տղաներից մեկը կերակրում է, ինքն է կերը տալի, որ կերը տալիս է շունը հարձակվում եւ ուտում է։ Անմիջապես ասում է հանեց ատրճանակը եւ գնդակահարեց շանը, որ ուրիշի ձեռքից ուրեմն կերավ։ Հիմա ես չեմ ասում, որ սրանք պիտի գնդակահարվեն ասֆալտը ուտելու համար, բայց լուրջ կարգին բաներ ուրեմն դատո դատաստանի պիտի ենթարկվեն, որովհետև սա կորուստներ նաև այն խաբեության բացահայտումներ, որով տևականորեն ասֆալտը անգամ կառավարության նիստին հիշում եմ գոյանքը ոնց էր, այո, ոնց էր հրճվում եւ հիմա հասկացա չէ հրճվանքը ինչից է գալիս ասֆալտը ուտելուց է գալիս եւ հիմա ասֆալտը այո կերել են եւ այդպես պատկերացնում եք ինչքան են կերել այս թալանի միջից, բայց ինչ են ասում են մենք պետք է թալանենք, մենք բոլորս դարձել ենք միլիարդերներ, Արցախը տվել ենք Հայաստանից 1003 Երևանի չափ տարածք Հայաստանից արդեն հանձնել ենք, այս թրիպով այդ ամբողջ հատվածը նվիրել ենք թուրքերին, իբր թե այնտեղ Ամերիկան է գլխին կանգնած էլի, դա էլ նվիրել ենք, պրծել ենք, բարձունքները տվել ենք թուրքերին, 10,000 զոհ տվել ենք, 13,000 զոհ, ասում է, լսեք, դուք իրար շնորհավոր եք, Ալենն ասում է, իրար որ տեսնում եք, դուք հասկանում եք ես ինչ եմ, դուք շնորհավոր եք, որ մահացել եք։ Թքող լակոտի անունը որ տվեցիք, սա վերջերս հայտարարել է, որ մանկապիղծներ կան մեր հոգևորականների մեջ։ Ուրեմն տեսեք, սա գիտի, որ մանկապղծություն կա, իր ասելն է, ես դրանում չեմ կարող որևէ բան ավելացնել, պակասեցնել, բա արա դուք այդ ամբողջ ԿՊ-ով հովանավորում եք, հա, մանկապղծություն։ Ուրեմն դուք գիտեք ու ձեն չեք անում, հա, արա։ Ուրեմն ստացվում է դուք եք, հա, դրանց հովանավորը, դրա համար չեմ բացահայտվում, բա էլ խես է դու միջազգային արտակներից ոռնում, թե սենց բան կա։ Բա իշխանությունը այսօր դու ես, արա, ես չեմ, որ ինձ դիմես, ես էլ բռնեմ կամ չբռնեմ, կամ քո սուտն ու կեղծիքը հերթական անգամ մերկացնեմ, որը վստահ եմ, որ սուտ է, կեղծիք է, բայց նաև եթե այդպես է, ուրեմն դուք հովանավորն եք մանկապղծության իմ երկրում, իմանալով չեք կարողանում դատարանի առաջ, արդարադատության առաջ կանգնեցնել եւ այդ պատիժը սահմանել, որը օրենքով հասնում է, որովհետեւ դուք ամեն ինչում եք տանուլ տվել, որովհետեւ դուք ամեն ինչում եք սուտ, կեղծ, որովհետեւ որևէ տեղ հայկականություն չկա ձեր մեջ, կարող եք գալ ստեղ ծիծաղել, պարել, գնաք այնտեղ ողջ խաղալ, գնաք այնտեղ ասել մեր բարեկամն է, այստեղ գալ ասել մեր թշնամին է, այդ կապիկությունները նրանք էլ են տեսնում եւ արդեն ձեր վրա չեն զա, մեր վրա են զարմանում, որ ձեր նման գոյանքներին պահում ենք, Էրդողանի յետիմներ ու Սորոսի ճտեր ենք շարունակում ենք։ Իմիջիայլոց իրենց անգամ Ալիևը չի խնայում, փոխանակ մի քիչ ձայն չհանի, հանգիստ նստի, իր այս բալեքը նորից ընտրվեն Մնացած Հայաստաններ կործանել վերջանա, մենք ժամանակ առ ժամանակ տեսնում եք ինչ ասում, այդ ձեզ ատակում։ Ուրիշ պարագայում բերելու եմ 300,000 ադրբեջանցիներ, իհարկե խոսք չկա այդ 800,000 հայերի մասին, որ քշել են, ցեղասպանել են, ձայն չկա։ Գուցե շատ բարդ խնդիր եմ ասում, բայց անլուծելի խնդիրներ չկան։ Նման հայտարարություններ անելու դեպքում, եթե այստեղ առողջ իշխանություն լիներ, մենք այսօր միջազգային, չգիտեմ, հարթակներ օգտագործեմ, կկարողանայինք Բաքվում հաստատվել եւ ադրբեջանցիներին ազատել այդ բռնապետից, ազատել ուղակի եւ ասել, որ տեսեք, նա ձեզ հերթական պատերազմի է տանում, նա էլ գնում է իր միլիոնները, ինչպես տեղի նիկոլներն են անում, չէ, իրենց համար իրենց փողերն է հետարկում։ Մենք կարող էինք հասնել, այո, Բաքվում եւ ազատագրել ադրբեջանցի ժողովրդին, որոնք այդտենց գալիս են մարդ են, էլի մեռնում են, չգիտեմ ինչ են ելնում, այդտենց հալածյալ ապրում են, որովհետև այնտեղ մի քանիսը որոշել են, այո, իրանց
այդ մեծ վայելքների մեջ մնալ, եթե դա ես այդ անասնականությունը վայելք չեմ համարում։ Իմ համար վայելքը հոգևոր դաշտում է։ Իմ համար վայելքը երբ մի հրաշալի ցուցահանդես է լինում, մի հրաշալի օպերային ներկայացում է լինում, մի հրաշալի գիրք է լինում, այդտեղ կա այդ ոգեղենությունը, թռիչքները, ապրումների անծիրությունը, դա չէ անասնական բաների մեջ ինչ վայել։ Դա բնորոշա պուճուր հոգիներին, պստիկ հոգիներին, որոնք ցուցադրաբար ուզում են ասեն, տեսեք մենք ինչ վիճակի մեջ եք, արա, ողորմելի վիճակի մեջ եք, եւ ստեղ եւ այնտեղ իրար արդեն աղբերացել են, իրար պասերով գնում են, այո ճիշտ եք, սա ուզում է որ Նիկոլը ստեղ վերարտադրվի իր թիմով, որովհետեւ դեռ ծրագրերը չի ավարտել ինքը Էրդողանը եւ նաեւ մյուսները, գիտեք, ես այնքան էլ հիացած չեմ հիմա այդ ինչա Մակրոն, Մուկրոն, նո ոչ թե անունը տամ այդ Ֆրանսիայի այսօրվա քաղաքականության մեծ է տարվող, ես հիշում եմ ինչպես էին հայտարարում, որ այդ Ֆրանսիան հեսա ճանաչելու է Արցախի անկախությունը, մյուսը, բայց ես նորից հիշեցնեմ, երբ Վաչագանը այդ պատերազմը հենց սկսելուց անմիջապես հետո դիմեց մարտերին գնալու եւ հղումներ արեց մինչև մեկնելը նույն Ֆրանսիայի ուրեմն այն գործիչներին, ովքեր իբր հայամետ գործիչներ էին, որևէ պատասխան չտվեցին։ Եվ ընդամենը մի պարբերական 3000 եվրո էր ուզել Վաչագանի մի կես էջանոց ուրեմն նյութը տպագրելու համար, հասկանում եք, ինչ այդ նույն Ֆրանսիան, որը իբր Արցախի անկախություն։ Դրանք բոլորն էլ իրենց խնդիրները ունեն եւ ես դա չեմ մեղադրում որևէ մեկին։ Իսկապես չեմ մեղադրում։ Նրանք իրենց դարդուցավն էլ կիշճի։ Եթե մի երկրի գլխին Մակրոնը պիտի լինի պրեզիդենտ, բա դա արդեն դարդուցավ է, չէ՞։ Բա իրենք էլ ազիվ իրենց դարդուց կամ հիմա ինչ են որ ասում են արդեն նարկոտիկներով ապրում է թմրամոլությամբ այդ Ուկրաինայի կլոնը, որը որ տարավ զոհեց ու շարունակում է զոհել, բա ուր է ձեր արա այդ յալանչիներ ասում եք օրերի հարց, ամիսների հարց է, հեսա տեսեք Եվրոպան արևմուտքը ոնց է Ռուսաստանը տրոհում, փշրում, բանանում, չէ, իսկապես ոնց է տրոհել, փշրել, ինչ մեղք է կարա։ Հիմա սնուցումը դադարացրել է, այն Թրամփը ձեր սաղի դիմակները պատռեց, ասեց արա այդ մենք էինք փողը տալիս, դրանք հաճում էին այդտեղ մեր օգտին, հիմա դադարացրել են փողը տալ, հաճոցները պակասել է, բայց սա շատ խորամանկ է Նիկոլի, կարա ասում ես ժողովրդին կքամեմ, փողերը կվերցնեմ, կտամ ձեզ, որ դուք շարունակեք պայքարել այս ժողովրդի դեմ, այս Հայաստանի դեմ, այս պետության դեմ։ Ես էլ ասում եմ տենում եք ինչ լավ եմ կլոնի դերը խաղում, փայլում, կարում է չէ շարլատանությամբ, խաբեությամբ, ստով, կեղծիկով, ամեն ինչ առաջ տանել, որևէ մեկը այդպես չի ներկացրել Նիկոլ Փաշինյանին, ինչպես Փաշինյան Նիկոլը Նիկոլ Փաշինյանին, այսինքն հին Նիկոլ եւ նոր Նիկոլ, տեսեք ոնց են թքում իրար երեսի, որևէ մեկը նման բան չի արել։ Ես պարզապես զարմանում եմ, թե Փաշինյան Նիկոլը ոնց չի դատում Նիկոլ Փաշինյանին։ Դրանք պարզապես հակոտնյա երևույթներ են։ Սա է կատարվում եւ մենք այդ ստի մեջ, այդ կեղծիքի մեջ, այդ խափեության մեջ ուզում ենք ինչ-որ լավ բան գտնել, չի լինում, նման բան չկա, սիրելիներս, կապես չկա։ Կա մի բան, որ հիմա հնարավորություն է տրվելու Անժելա ջան, մենք խոսենք վերջում, ամենավերջում երկու հարցեր ունեմ, դուք ունեք պատասխանը, մենք այսպեսին ենք եղել մեր մեծամասնությունը ժողովրդի, թե հիմա ենք այդպեսին դարձել, որ շարունակում ենք մնալ մեզ նվաստացնողի, սպանողի, ծախողի, հանձնողի, ես ողորմելի հարբեցող ծաղրածուի, ազգակործան պատոհասին, համենայն դեպս չասեք մենք չենք ուզում մնալ, եթե ինքը շարունակում է մնալ, սերունդը, որը պայքարեց եւ հաղթանակ բերեց, այդ սերունդը այդ հզոր արժեքներն էր կրում, այն ժամանակ Հակոբ Մովսեսի պես տրյապկեքին իրավունք տրված չէր, որ հելնեն անվանարկյան գրողներին, դուք տեսեք ինչ է կատարում, սա էլ Ամոս Սահյանա ծաղրում, բանաստեղծություններ Շիրազը իմ սուրբ հայրենիք դու սրտիս մեջ ես, այդ բանաստեղծություններով մենք ապրել ենք, իսկ սրա համար սա ծաղր է։ Հիմա սա որ գալիս թավալվում, այսինքն գրողների շեմին փրված փալասը։ Եվ սա ինչ եմ այս կերպարով ասում, որտեղ այս կերպարներին թույլ չէին տա կայանալ, լինել, ծաղկել։ Սա ծպտված մնաց Հակոբ Մովսեսիկները եւ հիմա այդ նույն ինչ են մյուս դրամաշորթի անունը։ Դրանք բոլորը այսպես այո, դրանք բոլորը այսպես միաձուլվեցին, որտեղ իրանց միավորում է լափը։
փողը, լափը, այդ մյուս բաները։ Սա եւ նաեւ սրիկայության աշճանը նայեք, ասենք եթե որևէ մեկը ազնվություն ապա ինձ եղել է, բայց նա ազնիվ, ինչով ազնիվ, որ սպասում էր Դավիթ Հովհաննեսը մահանա, որ կարենա Հրաչյա Հովհաննիսյանին էլ կոպտի, անվանարկի։ Վախում էր Դավիթ Հովհաննեսը, որ ողջ էր, սրա նոնսենս էր ասում էր Հակոբիկին, ասում էր Հակոբ նոնսենս։ Հիմա այն նոնսենս, սրիկա, բայց չես ամանչում դու արա, սպասում էիր Հակոբ բանը Դավիթը մահանա, նոր Հրաչյա Հովհաննիսյանին էլ, բա ողորմելի փալած, եթե դուխը չի երիկում, լրվի էլի, սուս մնա գնայեք, կնիկը թող շարունակի ափսեները գլխից ջարդել, դա իր վկայությունն է, ասում է կնիկս ափսեները տալիս է գլխից, դե որ տալիս է գլխի անգելով ես, որևէ փալասի, որևէ կին չի կարա անտունի։ Եթե տղամարդու ֆորմով քացը ուզում է որպես տղամարդ ներկայանա, կինը իհարկե ափսեները գլխին կջարդի, եւ դա այդպես էլ տեղի է ունենում։ Եվ այդ կերպարները այն ժամանակ չկային։ Հիմա այս կերպարները արդեն ներկայանալի են։ Ոմանց համար նաեւ ընդունելի եւ այն դրամաշորտն էլ համեմատությունը անում Հրանտ Մատեոսյան հսկայի հետ առանց ամանչելու։ Ես գոնե ուզում եմ հավատալ, որ նա քանի որ գրականությանը դասընթացները անցել իմ ընկերոջ հետ, Աշոտ Խաչատրյան բանաստեղծի հետ, վստահ եմ, որ որոշ չափով հասկանում է, որ Հրանտ Մատեոսյանը ուր, ես գոյանքը ուր, սա ինքնական մեկ էլ փռվել է գրողների միության շեմին, այն գրողների միության, որի համար ասում էր, սա ավելորդ կառույց է, դա ասում էր այդ նույն Հակոբիկը, որ դա ավելորդ, բայց ես գնում եմ նախագահության նիստին, ինձ շուտ է հայտնված լինում։ Այսինքն բայ գոյանք, այդ բանի հրապարակի համար ուրիշ խոսք ունես ընդեղ եւ գալիս է մրցանակները մուրում Հայաստանի գրողների միությունից, բերում է իր, չգիտեմ, ծանոթ բարեկամների, որ ընդեղ առաջարկեն ասեն մրցանակ տվեք էլի Հակոբիկին այդ բանը, արամոտ մեղք է կարա ուղակի դուք ողորմելիներ, չգիտեմ ձեզ ինչ ասեն, գետնաքարշություններ։ Համոսայանի ոտերի տակից դուրս արի արա, հրան բաղան Եվ տեսեք, հիմա արդեն ասում են, որ ցայտնոտ է իրենց մոտ, համենայն դեպս իրենք հակասահմանադրական հակաօրինական հայտարարություններ են անում, մենք թույլ չենք տալու սա լինի, մենք թույլ չենք տալու, իմիջիալից Արա Վարդանյանը շատ լավ բան ասեց այստեղ, ասում է, սենց այսպիսի բանով է տեսել, տարել են երկիրը հանձնել են, ասում է հիմա էլ հերթով կանչում է Պետրոսյան մեծագլուխը հմեկ, ասում է բանը կարակ դուք բերեք, ո՞նց եք բերելու հետ Արցախը, ո՞նց եք, ասում մեկը չկա հարցնի, այդ տղա, այդ ո՞նց տվեցիք, որ այդ տալու մասի ոչ մեկ չի խոսում, բոլորը մոռացել են երկիրը հանձնել են սրանք, տապալ է կործան է ցեղասպանության են հասրել, հիմա կանչում ասում է, բա ո՞նց եք հետ, դե ասում է, ասիկը այդպես վրա է տալի, որ ժողովուրդը ասի, հա լավ, ինչ որ ուզում են հետ բերել պատերազմ կլինի, բա մենք ձեռք քաշենք, ես վաղուց այդ հմեկը չեմ նայում, խորհուրդ եմ տալիս մարդկանց չնայեն, համացանցում տարածվող բաներ ես էլ եմ տեսնում, ուզեմ թե չուզեմ, բայց ես մի նկար տեսա, որ տարածվել էր համացանցում, այդ Պետրոսի անունը որ տվիք, այսպես բաներ արել, հորիզոնական դիրքեր ընդունել, բաժակը մեկնել էր Սերժ Սարգսյանին։ Հայտնի նկար է։ Ահա, բայց ես սա որ տեսա, ասի, այ մարդ Չեխովի հերոսներից է, եւ Անտոն Պավլովիչը եթե լիներ, կարծում եմ այդ կերպարը հերիք էր, որ ինքը կարողանար մի նոր իր հրաշալի Հիմա դուք կասկածում եք, որ ասենք Սամվել Կարապետյանը կամ այն մյուսը Քոչարյանն մյուսը գան իշխանության նույն բանն լինելու։ Նույն ինքը ասել է, ես երազում ամեն օր ձեզ տեսել եմ, ուղղակի բարձրացային չեմ ասել։ Ես մի բան չեմ հասկանում, արժանապատվությունը, որ զոհում են, դրա փոխարեն ինչ են գտնում։ Այդ ամեն ինչ, բայց փողը արժանապատվություն չի կարա բերի։ Չի կարա բերի, չնայած Իսահակյանն էլ ասում էր, որ չգիտեմ, Պորնիկին կույսա սարքում է, սա անում են, արա դետի ձև են տալի թե սարքումը։ Բոլորն էլ գիտեն ով ինչի է ընդունակ։ Ախր էլ այնքան փոքր ես հիշում եմ առաջին էջում իր նկարը գրել, ինչ որ բան էր գրել հայկական ժամանակում Նիկոլը, այդ օրը նույն հեռուստաընկերությունում ենք, տեսնեք ինչ էր ասում նրա Նիկոլի հասցեին նայ, սրանց համար ինչ Պետրոս էլի, ինչ վերջին հայյանքով, վերջին բաներով դրա իրաց համար հիմա էսա խոսում եմ եւ ասում եմ, հլա տեսեք, իսկապես սրանց ոնց հաջողվեց հայ մեծերին այդ հսկաներին շրջանցել, ուրանալ ժողովրդին, ասել չունես դու ոչ որպեսզի հանկարծ իրաց պստիկությունը չերևա։ Որևէ ոլորտում սրանց, եթե նայեք անգամ սպորտը, հիմա գնացեմ ուրում եմ, որ Հենրիկը գա հավաքականարա, Հենրիկի մայրը պատանիների առաջնություններն էր կազմակերպում եւ շատ հաջող, բայց դուք անգամ պստիկ, քենախնդիր գոյանքներ եք, որ ինչա իրանք արժանապատվորեն, ես այո, նույն Լևոնը, բայց հետո ասում են ինչն էր հետարքիր, ասում են Լևոնը սպառվել է, Լևոնը գնաց չեմպիոնության վրա 15-20 տարի լավագույն տասնյակի մեջ է, եւ հիմա էլ տասնյակի մեջ է, եւ տեսեք մենք ինչ անուններ ենք կորցնում, որտեղ մենք պետք է
այդ առյուծներին օտարելով նապաստակներ, կռիսներ բուծենք, ի՞նչ նապաստակ։ Կռիսներ են բուծում։ Ճիշտ է ասել։ Ռազմիկը ոնց սխալ բան ասել։ Աղբանոցի կռիս են ասում էր։ Հետո լավ։ Օտարները աղբանոցի կռիսի հոտով են իրանց գտել, հատուկ են գտել։ Իմիջիալոց հիմա անունը տվեցիք, ինքը ամեն ինչ արեց, որ վերականգներ պետական մրցանակները այն ժամանակ։ Բոլորը դեմ էին, հետո բոլորը կռվում են, որ ստանան, չէ՞։ Հիմա, բայց ի՞նչն է հետարքիր։ Դա իսկապես էլ շատ լուրջ ներդրում էր մեր մշակութային կյանքում, որովհետև եւ նկարիչներ եւ գրողներ եւ այսպես տարբեր ոլորտներ սկսեցին մրցակցությունը նորից գա։ Սրանք այս ԿՊ-ի կռիսները եկան դրանք ամեն ինչը վերացրեցին, որովհետև իրենց պետք չի երկիր ունենալ, Հայաստան ունենալ, Հենրիկ Մխիթարյան ու Արոնյան ունենալ, իրենց դրանք պետք չեն։ Իրանց ինչ արը փող տալիս է, իրանց չէ, անուն ատա, իրանց անուն պետք չի։ Իրանք Էրդողանի յետիմներ ու Սորոսի ճատեր են, որոնց համար հայկականությունը, որ ազգային բառը խրտնեցնում էր, չեն գացած մաքրելով, ջնջելով, ինչ որ հանձնաժողով էին, չեն հակահայկական երևույթներ կան։ Ընկել էին ազգային աստը գրած ազգային գրադարան, ես շուտ հանեք արա, հանրային գրա, էսի հանեք արա, ինչ է կանգ առ։ Հաճիկ, իրենք իրականում են, որ ասում են թշնամին աղբի հոտը, որտեվ սրանց մամաները, պապաները կարող է ուրախանալ մեր տղաները այս հիմա իշխանության են, չգիտեմ, էսեն են, ես ժամանակ առ ժամանակ Ո՞ր մամանա ուրախանում է, ժողովրդի վրա տկողն է, տկող հայանքի մատերը պարզած, վերջը չասեց այդ մատերը ինչ է։ Դե ասեց, տոնախմբություն է ինչ-որ աֆրիկյան չի, հա, իրանց համար դա է, իրանք պիտի անընդհատ հիշեն, որ թշնամին թուրքը իրանց աղբանոցի հոտով է գտել, ասենք կարմիր գիծը, ասել է մամայիդ ես ինչ բանը կանես, հա, քրոջդ կանես, հորդ, մորդ, գերեզմանը, հայրենիքը եւ այլն եւ այլն, այսինքն այս պղծության հոտով է, էլի, այս բոլորին գտել, իմիջայլոց, ինքն ավակ սերնդի մեջ էլ էլի հիմա այս մարդկանց անունները չէ մենք տվեցինք դուք գրողի ես ինչա լրագրողի անուն չգիտեմ ինչ իրանց կյանքի են գիտակից շրջանը միշտ հեգնանքով են խոսել ազգային ամեն ինչի մասին ավանդական ես հիշում եմ որ այդ մեծագլուխը միշտ ինչը որ հայկական էր ավանդական իրանք զզվանք ու խորշանք ունեն այսինքն պատահական չի որ այդ կովազգին հայտնվել է այդտեղ սրանց մեջ պատահական չի իրանք ասես լավ այդ աղբի բույրով հակազգային գարշելի նկարագիր ունեցող մարդիկ ցենց իրար լավ բանը գտել են։ Հիմա հնարավորությունը կա, հիմա ես տեսնում եմ ուժեր են միավորվում, հիմա տեսնում եմ եւ նաեւ զգուշացնում են հիմա շատերին, ասում են Նիկոլենք արդեն միլիարդներ ունեն կթռնել ամիշ կանեն։ Այդ թիմակիցները դից թափ լինեն։ Չէ, ինչ ունեք ասել այդ թիմակիցներին։ Նախ այդ թիմակիցներին արդեն հասկացել եք։ Որոշները չէ, հորդորում որոշներին ասենք առանձին տեսել եմ, ասենք կա որ այտենց ԿՊ-ական են այդ շարքերում են ասում, բայց մեզ բան չի ասել, մեզ էլ են կանգնեցնելու արդարադատության առաջ, որ բան չի հասել ինչի եք վախենում, եթե թալան չեք արել, ինչ է, հա, սատարել եք թալանչիներին, դա էլ մեղք է, ինչպես որ մեղք է, ասենք մանկապիցներին, ուրեմն քողարկելը։ Ալենը փաստորեն ԿՊ-ով քողարկում է մանկապիցներին։ Դա քրեական, ուրեմն օրենսգրքով նույնպես հանցագործություն է համարվում հանցանքը քողարկելը եւ դրա համար էլ լրացուցիչ ուրեմն պատիժներ։ Դուք էլ այդ չափով եք հանցակիցներ, դառնում, որովհետեւ մասնակից եք եղել դրամաշորտությանը, տենդերների շահում։ Ես հիմա տեսնում եմ էլի համացանցում դեմքեր են ներկայանում, որ ինչի հենց սա, ինչի էս ԿՊ-ն, ինչի էս։ Այս ժողովուրդը չունի, հա, որևէ մեկը ԿՊ-ից դուրս, որ արժանանար այդ տենդերին, որ էս լիներեն։ Այսինքն սրանք եկել են այդ բյուջեն թալանելու։ Եվ հիմա հերթական անգամ են թալանելու մեզ այդ միլիարդների պարտքը, որովհետև որոշել են, այս մեր ապահով, այս մեր կարգին ատոմակայանը, որը իսկապես էլ հզորություն է եւ նաեւ ձեզ պիտի ասեմ ռազմական իմաստով է մեծ դեր խաղալու մեր ժողովրդի կյանքում խաղացել եւ խաղալու եւ սա նույնպես զսպում է շատերին որտեղ դա կարող է անմիջապես վերածվել նաեւ միջուկային զենքի որոշ աշխատանքներ կատարելու դեպքում սա է խրտնեցնում թշնամիներին որ տեսեք հայերը ով են որ ունենան այսպիսի ատոմակայան բերեք այդ մոդուլային բաները կդնենք հետո կասենք չի աշխատում այդ փողները կգցենք սրանցից այս բաներ են գցել բայց դա չի երևա Սրանց համար դա կարևոր չի, դա մնալու է ժողովրդի վզին, ժողովուրդը արդեն պարտքերի տակ տքնում է ուղղակի, դեռ գլխի չի ինչա կատարվում։ Եվ հիմա այն ուժերը, որոնք գալիս են, գոնե հիմա այս եղածը պահեն, որպեսզի կարողանան այս հիմքի վրա երկիր ստեղծեն, չկա երկիրը։ Եվ այս ժամանակ հլա նայեք, այդ Արամ Մանուկյանը, մյուսը կառավարությունը այդ շրջանում ինչ արեց։ Որևէ նյութապաշտ մեկի անուն չեք գտնի այդտեղ։ Ես անգամ Արամ Մանուկյանի վրա հիշում եմ, որ երկրորդ տաբատը չուներ, որ կինը արտուկում էր, սպասում էր կառավարության նիստից ուշանում էր, բայց սպասում էր, որ արտուկա տաբատով գնա հասցնի նիստի։
Եվ նրանք նաև ընտանեկան կորուստներ, ընտանիքի անդամների կորուստներ ունեցան, զավակների կորուստներ ունեցան, այս պետությունը ստեղծելու համար։ Սրանց լակոտները կլուբներում լակում են, գալիս ծաղրում են մեզ, եւ այդ միլիարդներով դոլարներով ավելացնում եք սրանց գրպանները եւ ասում եք ժողովուրդ կես սիրում եք, մի հատ էլ կանացի օրգան եք ցույց տալի, իբր սեր եք խրգում, հերիք էլ ավարեք, կապիկությունները դատարացրեք, չեք կարող էլ եք ռադեղեք, ձեր Էրդողանի ու Սորոսի գիրկը վասեք, հերիքա հալացեք այս ժողովրդին, հերիքա ծաղրեք երաբլուրը, հերիքա ուրանաք մեր սրբությունները։ Եվ ժողովուրդ, եթե դու արդեն չես ստապվում, չգիտեմ արդեն ինքդ ես քեզ ուրացել եւ որևէ բան սпасելի չի, բայց ես վստահ եմ, որ այս համախմբումները լուրջ ուժեր են եւ կարողանալու են զորանալ եւ քանի ուղությունով կգան, ոնց կգան եւ այո կփրկեն իմ երկիրը, կփրկեն այն երկիրը, որի համար մեր զավակները կյանք տվեցին, այն երկիրը, որը իսկապես էլ զոհությունների արժան է, ոչ թե զոհելու է արժան, որ հիմա ԿՊՆ-ա կատարում։ Սրանք եկել են ոչ թե զոհություններ անելու, եկել են զոհելու։ Սրանք որը մորտապաշտ գոյանքը ոնց կարա ինչ-որ բան զոհի։ Լապ, սրանց դա է եղել եւ դա էլ լինելու է։ Սրանցից որևէ լավ բան սпасել չես կարող։ Եվ օր առաջ ուզում եմ գա օրը, որպեսզի արդարադատության առաջ կանգնեցնենք սրանք։ Եվ մեր հրաշք սրբազանները, որոնք դատապարտված են, շուտապույտ ազատվեն, մենք կարողանանք հասկանալ, որ մենք այդ օրհնությունն ենք կորցրել, հասկանում եք, այս սրանք սատանայապաշտ չարքապատկաններ են, դրանք չունեն, այդ օրհնանքի կարիքն էլ չունեն։ Բայց ես ունեմ Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, այս ազնվազարմ սրբազանների օրհնության կարիքը, բայց նրանք այսօր մեկուսացված են ժողովրդից, սթափվեք սիրելիներս, եւ այդ հաղթության տերը դուք եք լինելու, ոչ թե Էրդողանի յետիմներն ու Սորոսի ճտերը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։